Այնինչ մենք տեսնում ենք արդեն ավելի քան 10 օր քարոզարշավի մեջ ենք, պրոբլեմը համատարած է։ Կրճատում են 5-6 դպրոց մեկը կառուցելու համար։ Կրճատում են գյուղերում տարբեր ծառայություններ անհարմարություն ստեղծելով պարզ ժողովրդի համար։ Պասպորտ սեղաններ, տարբեր ծառայություններ, չեմ ուզում թվարկել։ Այս ամենը հետ ենք պտտացնելու։ Մեկ դպրոց Հայաստանում չպետք է փակվի։ Մեկ դպրոց։ Շատ տարօրինակ մտածելակերպ ունեն այս մարդիկ։ Գիտեք, նույնիսկ մենք մեր ծրագրով այդ ուսուցիչների ատեստավորման հարցը, մենք մեր ծրագրերում գրել ենք 15 տարի եւ այլն, կարծում եմ նույնիսկ սա պետք է վերանայվի։ Դու 15 տարի, այսպես կամ ատեստավորումը մտցնելով դու հաստատում ես մեկ բան, որ քո բուհի դիպլոմը ոչինչ չի նշանակում, որ այդ բուհի դիպլոմից հետո դու պետք է մանկավարժ ես, մանկավարժական վկայական ես ստացել, դիպլոմ ես ստացել, բայց դրանից հետո պիտի գնաս ինչ որ մի քանի չինովնիկի ապացուցես, որ դու մանկավարժ ես, դու մասնագետ ես, դու կարող ես դասավանդել դպրոցում։ Նորմալ չի սա, ժողովուրդ ջան, նորմալ չի։ Նույնիսկ սա մենք պետք է վերանայենք ուղղակի։ Հասկանալով, որ այնուամենայնիվ կրթությունից է գալիս ամեն ինչ։ Մեր մոտեցումը տարածքների վերաբերյալ աշխատատեղեր, արդյունաբերական քաղաքականություն եւ այդ քաղաքականությունը հասնելու է նաեւ այստեղ